Մի կողմում վանկարկում են հեռացիր, մյուսում վեհափառ։ Այս կողմում կանգնածները դիմացի շարքերում հավաքվածներին հայ չեն համարում, անհավատներն են եկել, ասում են։ Մեջտեղում ոստիկաններն են կանգնած, լրացուցիչ ուժեր են անընդհատ բերվում, որպեսզի մի կողմը մյուսի ձայնը խլացնի, գոռում են ավելի բարձր։ Կաթողիկոսի կողմնակիցները երգում են, աղոթում, անում այնպես, որ հարևանությամբ չլսվի հեռացիր վանկարկումը։ Բնականաբար մենք ապրում ենք ամենածանր օրերը եւ անկասկած հաղթելու ենք, թող որևէ մեկը չկասկածի, որ արդարությունը կարող է ուշանալ, բայց միշտ գալիս է եւ հաղթանակ է տոնում։ Նիկոլի մտքով անգամ չասնի, որ ինքը կհաղթի հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը կայուն է, կարող է ցավից, վշտից, իր տված կեղծ պատերազմի ցավի տակ կուչ է եկել, բայց արդեն ուղում է մեջքը։ Ես հայ եմ, ի պատիվ եւ ի շնորհիվ հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Հայաստանը իրավական պետություն է եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կարող է ինքը հրաժարական տալ։ Ոչ մի Նիկոլ Փաշինյան, ոչ մի Ռեջեփ Թայիպ Էրդողան, ոչ մի Ալաշուքյուր Փաշազադե չի կարող մեր վեհափառ հայրապետին, լավն է նա թե վատն է, նա մերն է, նա իմ կաթողիկոսն է։ Երկու կողմում, բայց դեմ դիմաց հայեր են։ Մեջտեղում մայր տաճարն է շրջափակված մի քանի շարքով։ Ներկաները տարակուսած են, ինչու է արվում այս ամենը, ինչու են պառակտում մարդկանց։ Մենք հիմա միմյանց դեմ ենք պայքարելու, արտաքին թշնամիներ չունի մեր երկիրը, որ ներսում ենք միմյանց հոշոտելու։ Սա աղետ։ Ափսոս չեմ գիտակցում։ Վաղը կարող է անդառնալ լինի, եթե իհարկե այսօր չանցել անդառնալի։ Այս հոգի խանգարվածը թերոսա, ազգադավա, ազգուրացա, ի վերջո չէ ազգարուր, հայ չի։ Փոխանցեք թողան տանեն, ասեն, այո հայ չի։ Հայի չի կարող այսպիսի բանել։ Պապիկը չի կողմնորոշվում, եկել է մայրաթոռ եւ չգիտի որ կողմում է կանգնելու։ Հարցնում է մեզ. հիմա ես որ կողմում կանգնեմ, եթե դեմ եմ, որ հայը հայի դեմ դուրս գա։ Ես հազիվ եկա այստեղ, ուշացումով մի քիչ եկա, պատկերացնում եք, ես ինչ ձևի ժողովուրդ են։ Ես ոստիկանները մտում ինչի համար են եկել են որ Չարցակվի մեր վրա։ Մեզ պաշտպանում։ Նիկոլը իր զակազն է կատարում, որ Անգլիայից, Ամերիկայից, Իսրայելից բաներ է։ Ինքը ուզում է Հայաստանը ոչնչանա։ Էդ է իր նպատակը, ոչ թե Իրանը, իսկ նորից եմ ասում, այն ուժերը, որ իրան ղեկավարում, ինքը պեշկա է։ Այդքան բան։ Իսկ ժողովուրդը մեր չի ուզում այդ հասկանալ։ Մինչև հիմա մարդիկ կա, որ ասում են Նիկոլ ցավը տանը։ Լիքը։ Մարդիկ, ովքեր եկել էին 10 եպիսկոպոսների հորդորով, գերադասում էին չխոսել, թեքել հայացքները տեսախցիկներից, գալիս էին խմբերով, ակնհայտ էր վարչական ռեսուրսի կիրառումը։ Փաշինյանն այսօր անդրադառնալով 10 եպիսկոպոսների այս հավաքին հայտարարել էր, թե նրանց չի ուղղորդում, բայց պաշտպանում եւ աջակցում է։ Դեպի մայրաթոռի տաճար կաթողիկոսին մի կողմ ուղեկցեց սուլլոցներով, մյուսը ծափերով։ Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, այսօր տագնապային օրեր են ապրում, ասաց վեհափառը։ Փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Մինչ ներսում ժամերգություն էր, եպիսկոպոսները մայրաթոռի բակում հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին մայր տաճարի մեջ աղոթելու մեր ժողովրդի ազգի հոգևոր դասի ամրապնման եւ պայծառության համար հայտարարեցին նրանք, միևնույն ժամանակ լսելով հուդա վանկարկումները։